Զավեն պապ, որ քո աղջիկը, դե որ ինչ տարօրինակա չէ ինձ համար որպես բժիշկ միշտ հեշտ է եղել մահից խոսել, իսկ հիմա դու իրան հիշում ես, նկատի ունեմ դու իրան հաճախ ես հիշում։ Հա, ամեն օր։ Ոնց ես կարողանում հիշել ու ապրել այնպես, ասես ոչինչ բան չի եղել։ Որովհետև ամեն ինչ լավ է։ Մարդիկ ապրում են, գյուղը ապրում է իր սովորական կյանքով։ Մեզն ու միջնեկս ապրում են, իրանց երեխեքը ապրում են։ Ես էլ քանի կամ ապրում եմ իրանց համար։ Բա հիշողություններդ։ Հիշողությունները նրա համար են, որ ես կամ, որ ես կամ։ Ես ողջ եմ։ Լիլիթ, հիշողությունները ապրելու համար է, ոչ թե հակառակը։ Այսինքն դու հիշում ես, որ ապրես, ոչ թե ապրում ես, որ հիշես։ Ես քեզ կանոնա պետք կամ օրենք, ասեմ, որ դրանով շաշվես։ Ինձ ուղղակի պետք է, որ ես իմ մամային չմոռանամ։ Չեմ ուզում կորցնեմ իրեն։ Լիլիթ, մայրդ, այնտեղ է, քո ներսը, ընդերից ուր պիտի կորչի, դու քո մեջի ցավը պիտի հանես, չպիտի թողես, որ քեզ քայքայ։ Բայց ոնց Զավեն պապ։ Լիլիթ, ես իմ ցավը փոքր աղջկաս ծառի մեջ եմ պահել։ Այո, ցավս տվել եմ ծառին։ Այ երբ որ խոսել եմ ուզում կարոտում եմ, գնում եմ հետ ծառի հետ խոսում եմ։ Հա։ Էդ օգնում է։ Երևի։ Ես մեղմ նա գծել։ Կամոտ